Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Գալայի եթերում հակառակ կողմն է։ Այսօր իմ հյուրերն են Կոնգրես ՀԺԿ կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը եւ Օրո դաշինքի падգամավորի թեկնածու քաղաքագետ Գեգամ Նազարյանը։ Շնորհակալություն հարգելի հյուրեր մեր հրավերը ընդունելու համար։ Նախընտրական այս քարոզարշավի շրջանում ցավոք տեղ ունեցավ ցավալի մի իրադարձություն, խոսքը հացբերողի Արթուր Սարգսյանի մահվանն է վերաբերվում։ Ես խնդրելու եմ ձեզանից այս իրողությանը տալ գնահատական։ Ցավոք հետևություններ քաղում են միայն միջադեպից հետո կամ խոսում ենք հետևություններ քաղելու մասին միայն տեղ ունեցածից հետո։ Ճիշտ այնպես ինչպես տեղ ունեցավ ապրիլյան քարոզիա ռազմական գործողություններից հետո, երբ սկսեց հասարակությունը հարցադրել այդ որտեղ մենք սխալ թույլ տվեցինք, ինչ արեցինք, որտեղ ունեցավ այս իրադարձությունը, նույնը Արթուր Սարգսյանի վերաբերյալ, ովքեր են պատասխանատու եւ հնարավոր էր արդյոք կանխել այս ողբերգությունը։ Քանի որ ես էլ ընդդիմախոսս էլ հավակնում ենք, որ ժողովրդից ինչ որ բան ստանանք, քվե, այսինքն մենք շահ ունենք, եկեք այդ շահը ցույց տալու ժամանակ Արթուրի անունը չօգտագործենք, եկեք ուղղակի կանգնենք մի րոպե հարգենք իր հիշատակը եւ չօգտագործենք այսօր կանցնի ընտրարշավը, եկեք խոսենք այդ ցավոտ թեմաների մասին։ Շնորհակալություն։ Անդրադառնանք նախընտրական քարոզարշավին։ Հաշված օրեր են մնացել ավարտին։ Ինչպես է ընթանում քարոզարշավը, կարողանում եք ընտրողին բավարար ժամանակ կա արդյոք ընտրողին տեղ հասցնելու ձեր գաղափարների մասին, խնդրեմ պարոն Մարտիրոսյան, սկսեք դուք։ Շատ հետաքրքիր է սկսել ռեալ ընտրողի հետ հանդիպելը, սա իմ առաջի փորձն է ընտրարշավին մասնակցելու եւ շատ զարմացած եմ ռեալ մարդը շոշափելի մարդը էապես ավելի ընկալունակ է, էապես ավելի պատրաստակամ է լսելու քո խոսքը, քան Facebook-յան վիրտուալը, երբ որ ես Facebook-ում ինչ-որ ստատուս եմ գրում, մեկ էլ տեսնում եմ մոտ մի 40 հոգի հարցակվեցին, ունդեղ ոչ մեկի չեն թողում, բերանը բացի եւ այլն, դե բոլորս գիտենք, որ դրանք վճարված ցավոք պետական հիմնարկներում աշխատող մարդիկ են, որոնք որ յուրաքանչյուրը 15-20 fake է սպասարկում եւ տպավորություն է ստեղծում, որ քո ասած խոսքը տեղ չի հասնում եւ այլն։ Իսկ իրական կյանքում այս մարդիկ այնքան պատրաստակամ են, այնքան ուրախ են, որ դու եկել ես իրանց տուն, իրանց շեմ եւ շատ ավելի ջերմ է այս հարաբերությունները ընթանում շատ անգամ ու ցույց է տալիս Facebook-յան, գոնե Facebook-ա հայության այս միջավայրի կեղտոտվածությունը։ Շնորհակալություն պարոն Նազարյան, ձեր գնահատականը քարոզարշավի ընթացքին եւ այս ընթացքում տեղ ունեցած միջադեպերին նաեւ ջրառատում տեղի ունեցածը առհասարակ ինչպիսին է ձեր գնահատականը այս process-ին։ Ուզում եմ ասեմ, որ խնդիրը ընտրարշավը չէ, խնդիրը Հայաստանում ստեղծված այն մթնոլորտն է, որ մարդկանց ստիպում է կասկածանքով վերաբերվել բոլոր քաղաքական ուժերին, իշխանություններն են այդպիսի մթնոլորտ ստեղծել, բայց դա կարևոր չի։ Կարևորը, տեսեք, որն է ամենակարևորը եւ ես ուզում եմ, որ մեր ընտրողները Հայաստանի բոլոր քաղաքացիները այս փաստի վրա ուշադրություն դարձնեն։ Սիրելի հայրենակիցներ, իշխանությունում արդեն հասունացել է այն միտքը, որ արդեն պահն է, որ Հայաստանում լիակատար ճորտատիրական համակարգ ստեղծվի։ Ձեզ ընկալում են որպես ճորտերի։ Մարդկանց ընտրողին չեն ընկալում որպես ընտրողի, այլ ընկալում են որպես ճորտի, իրենց սեփականության։ Արդեն իրար հետ խոսալուց խոսում են սա իմ գյուղն է, սա իմ թաղն է, սա իմ թաղամասն է, գյումրեցին դա լավ գիտի եւ ես ուզում եմ որ Գյումրիում թաղամաս ինչ որ մեկին է պատկանում, գյումրեցին դա ջարդի եւ դա շատ հեշտ է ջարդել, դա հնարավոր է ջարդել եւ ջրառատի մի շադեպը որ հիշատակեցիք, ընդհանրապես տեսեք ինչ է տեղի ունեցել,
Մարդիկ դուրս են եկել նախընտրական հանդիպման ցանկանալով հանդիպել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Օրո դաշինքի մյուս ներկայացուցիչների հետ։ Նորմալ է, չէ՞, մարդը դուրս է գալիս, ուզում է տեսնի այս մարդիկ իրեն ինչ են առաջարկում։ Եվ գյուղի ճակերտավոր տերերը, գյուղապետը, Երանոսյան եղբայրները դրանից ցնցվել են, ոնց։ Մեր ճորտերը ինչպես են հանդգնել դուրս գալ հանդիպման։ Դա նրանց հունից հանել է։ Նրանք սկզբից փորձել են վախեցնել հայոյանքներ, հետո տեսել են հայոյանքները չի ազդում, գործի են դրել զենքը, վնասազերծվել են։ Դրանից հետո նրանք պատասխան գործողություն են իրականացնել հարձակվելով անզեն պատանու վրա, հետո 3 հոգու վրա։ Սա ինչի դրսևորում է, ընդհանրապես մի բանի, որ նրանք գյուղը, քաղաքը ընկալում են որպես իրենց սեփականություն, կալվածք, գյուղացուն էլ ընկալում են որպես ճորտի։ Եվ ես հիմա ասում եմ, մարդիկ ամեն օր իմ գործի բերումով 5 տարի, 10 տարի անդադ հանդիպելուց ասում են, երբ է մեր վիճակը լավանալու, երբ է այս երկիրը կարգի գալու։ Հիմա ընդամենը մի քայլ պետք է արվի, դա բարդ քայլ չի։ Ընդամենը պետք է ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս եւ որևէ դեպքում, ոչ մի դեպքում, ոչ մի ընտրակաշառքով, ոչ մի վախի ազդեցության տակ չընտրել հանրապետական կուսակցությանը, անկախ նրանից հանրապետական կուսակցության ռեյտինգային տեխնացուն ով է։ Ելքը շատ պարզ է։ Մենք տեսնում ենք դա։ Ձեր տեղի չի ունեն արդյոք ձայների փոշիացում։ Դուք ասում եք հանրապետականի մի ընտրեք, ում ուզում եք ընտրեք։ Այո, դա փոշիացում տեղի չի ունենա, երբ որ մարդը գնում է եւ ձայն չի տալի հանրապետական կուսակցությանը, դա ոնց կարող է ձայների փոշիացում տեղի ունենալ։ Դա հեքիաթ է, որը հորինել է իշխանությունը, երկու կոդ կա, որոնք մցրել են մարդկանց մեջ, միևնույն է ՀՀԿ-ն անցնելու է, միևնույն է ձեզնից որևէ մեկից ոչինչ կախված չէ։ Այդ երկու կոդը մցրել է մարդկանց մեջ եւ մարդուն ասում են, դե վերցրու մեկա դու այս փողը որ չվերցնես, քո արևանը վերցնելու է։ Եվ ես ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, դա արժանապատվության ամենացածր դրսևորումն է, երբ որ դուք փող եք վերցնում եւ ուզում եք գնաք, որքան էլ ես գիտեմ, որ դուք աղքատ եք, խնդիրներ ունեք, բայց օրը 5-10 դրամով ծախվելը, դա դուք ինքներդ հարվածում եք ոչ միայն ձեզ, ոչ միայն ձեր երեխաներին, այլ սահմանում կանգնած մեր զինվորներին։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Ինչ եք կարծում հետագայում ընտրություններից հետո, երբ արդեն հայտնի կլինի, որ քաղաքական ուժը ինչքան քվե է ստացել, հնարավորություն կա համագործակցությամբ հասնել իշխանափոխության, քաղաքական ուժերը մի կողմ են դնում իրենց ամբիցիաները եւ պարզապես դառնում են մեծամասնություն խորհրդարանում համագործակցությամբ։ Դուք տեսնում եք նման հնարավորություն։ Գոնե այս պահին չեմ տեսնում, քանի որ եթե համագործակցող լինեին, հավանաբար մինչ այդ կազմեին, ցավոք չստացվեց, որ ընդդիմությունը ունենա միջակայք եւ ինչ կլինի դե այնտեղ բարձր որ կրքերը կթեժանան, ինչ կլինի չգիտեմ, չեմ ուզում տենց անշնորհակալ գործով զբաղվում։ Ինձ մի բան որ հստակ է եւ ինչի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին ասել է, որ մենք հանրապետականի հետ, եթե հանրապետականը իշխանությունը մենք ընդդիմություն ենք, եթե մենք ընդդիմություն ենք, եթե մենք իշխանություն ենք, հանրապետականը նույնն ասում է Օրո դաշինքը։ Ուրեմն մենք մեր բաները համընկնում է եւ լավ է որ գիտեք, մենք այսօր հայտարարությամբ ենք հանդես եկել, կարծում եմ շուտով կտարածվի, մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում հանդես գալ մի նախաձեռնությամբ հայտարարության, համատեղ հայտարարություն, որ մեզնից որևէ մեկը ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու։ Սա կարևոր քայլ կլինի դաշտը հստակեցնելու համար։ Ես մի եթերում կրկնեցի, հիմա էլ եմ կրկնում, մեր պայքարը ոչ ՀԱԿ-ի դեմ է, ոչ ելքի դեմ է, ոչ Ծառուկյան դաշինքի։ Մենք գիտենք մեր պայքարը ինչի է ուղղված, մեր պայքարը հանուն Հայաստանի է, եւ այդ հանուն Հայաստանի մենք պատրաստ ենք մի կողմ դնել մեր երկրորդական, երրորդական բոլոր տարաձայնությունները։ Մենք ունենք խնդիր այսօր Հայաստանը ծնկի եկած վիճակից կանգնեցնել եւ այդ
ճանապարհին մենք պատրաստ ենք իհարկե համագործակցել մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, իհարկե բացառությամբ ՀՀԿ-ի, որը երկիրը հասցրել է այս վիճակին, որի կառավարման տարիներին ՀՀԿ-ի եւ Դաշնակցության, ես կասեի, որտեղ իրանք կոալիցիային, որ հայտնի ֆիլմի օրինակով, որ ասում ենք ՀՀԿ իրենց կոալիցիոն գործընկերն էլ իրենց հետ է։ Պարոն Մարտիրոսյան, ինչ է կարծում, ինչու՞մն է կանում Հանրապետական կուսակցության վստահությունը, այդ նշեց պարոն Նազարյանը։ Միևնույն է, Հանրապետական ու վստահություն բառերը հականիշներ են։ Ես ի նկատի ունեմ իրենց ներքին համոզմունքը կամ այն իրական իրանք չունեն որը տարվում է, որ միևնույն է մենք ենք անցնելու։ Ինչու՞մն է կայանում, գուցե վստահ են, որ հետագայում խորհրդարան անցած որևէ քաղաքական ուժի հետ դարձյալ ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր կստորագրեն, ինչպես նախորդ բոլոր փորձերը հաշվի առնելով, ինչ-որ մեկին կարողացել են պոկել եւ ինչ-որ անուն տալով ազգային համաձայնություն կլինի, չգիտեմ, կոալիցիա կլինի, ինչ-որ համագործակցություն կլինի, բայց հաջողել են ունենալ բացարձակ մեծամասնություն։ Ժորտ կեղծիքով, ինչ ասես կունենաս կեղծիքով, սպանությամբ եւ այլն, քանի դեռ մենք խելքներս չենք հավաքի գլուխներս եւ բոլորս իրար հետ դուրս չենք եկել փողոց, որպեսզի անենք իշխանափոխություն, կամ այն ինչ որ մենք ենք առաջարկում, կտրենք արմատները այս իշխանության, պատերազմը դադարեցնելով, որովհետեւ պատերազմն է սնում այս իշխանությանը, այն փչացածությունը, կոռուպցիան, որ այսօր կա Հայաստանում, դրա բոլոր արմատները ծիլ են տվել պատերազմից եւ մենակ այդ ձևով կարանք լուծենք, բայց գիտեք, ես ուզում եմ, որ մենք այսօր թե ձեր թե ընդդիմախոսիս հետ իշխանության խաղը չխաղանք, իշխանությունը խուսափում է այս տիպի հանդիպումներից, ջայլամի քաղաքականություն է վարում, մենք գալիս ենք իրար, սկսում ենք խոսքով հարվածել, բայց այդ հարվածը այսօր պատերազմական ռեալ իրավիճակ է, հա, որ 450,000 մարդ վերջի 8 տարվա մեջ լքել է Հայաստանը։ Պատկերացրեք, որ այդքան մարդ զոհվել է։ Մեր Վանաձոր ու Գյումրի քաղաքները դատարկվել են պատկերավորած 800 հեկտար իշխանությունը հանձնեց, ինչքան տնտեսական անկում ապրեցինք, իսկ այդ տնտեսությունն է, չէ, բանակի հետևում կանգնած, ինչքան զոհեր եղան, ինչքան արդյունքներ եղան մայրերի եւ այլն։ Եվ նա ուղղակի որոշել է, որ մեզ իրար դեմ հանի եւ սպասի, որ անցնի, իր կեղծիքները անի, մենք պիտի դա թույլ չտանք, մենք պիտի չհարվածենք այն մարդիկ, այն ուժերը, ովքեր որ ելել են դեմն առնելու այս իշխանության։ Պարոն Մարտիրոսյան, հետևաբար դուք պիտի գտնեք նաև ձեզ համախոհներ մյուս քաղաքական ուժերի ոչ թե այսօր ոչ մի հայաստանցու պետք չի բացատրել, թե ինչ է արել իշխանությունը։ Եկեք ճամփեն ցույց տանք դուրս գալու։ Ես դրա համար եմ եկել, որպեսզի ասեմ մենք ինչ ենք ուզում անել։ Ոնց դուրս գանք այս իրավիճակից։ Խնդրեմ։ Ուրեմն առաջի հերթին մենք պիտի հասնենք խաղաղության։ Սա մեր դրոշն է։ Անկախ կանցնեն ընտրությունները, մենք այս դրոշով կշարունակենք, կլինենք պարլամենտում, պարլամենտական հարթակը կօգտագործենք, չենք լինի պարլամենտում, կօգտագործենք այն մնացած գործիքները, որ ունեցել ենք ոչ պարլամենտում լինելով։ Ինչ ենք առաջարկում մենք։ Մենք առաջարկում ենք, որ բանակցությունների միջոցով գանք փոխշահավետ լուծման։ Ոնց ենք տեսնում մենք այդ փոխշահավետ լուծումը եւ արդեն մինչ այդ թե Facebook-ում, թե այլ տեղերում ունեցած հարցերին եմ փորձում պատասխանել։ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը որ ճանաչելի եւ ընդունելի է միջազգային կառույցների համար եւ դրանով Ադրբեջանը ասում է, որ սա իմ տարածքը չէ։ Չի ասում ում տարածքն է, բայց ասում է գոնե սա իմ տարածքը չէ, ճանաչում է, որ սա պետք է ունենա այլ կարգավիճակ։ Այն անվտանգության գոտին, որը որ 94 թվականին մենք գրավեցինք հենց անվտանգության նպատակով, այդտեղ չի վերադառնում ոչ մի ադրբեջանցի զինվոր։ Այդ Ադրբեջանի
վերցրած տարածքը օգտագործում է որպես իսկապես անվտանգության գոտի եւ այդ տարածքում տեղակայվում են միջազգային ուժեր։ Միջազգային ուժերի մասին կարող եմ մանրամասն խոսել, որ դրանք իհարկե մենք պետք է այնպիսի լուծման գանք, որ եւ Ադրբեջանին համար հարմար լինի, եւ մեր համար հարմար լինի։ Ժամանակին այսպես էր, որ պետք է Մինսկի խմբի պետությունները չմասնակցեն, օրինակ, այդ նշանակում է եւ Ռուսաստանը եւ Թուրքիան եւ այլ չեն մասնակցում։ Համենայն դեպս այսօր չգիտեմ Սերժ Սարգսյանը ուր է բերել այս հարցը։ Երկրորդ կտորը, որ դա հնարավորություն է տալիս մեզ բացել նաեւ Թուրքիայի սահմանը, ունենալ ճանապարհ Թուրքիա, Ադրբեջան մեր հայերեն ասած կոնտրոլի տակ, դրանով ունենալ եւս մեկ լծակ, տնտեսությունը արագ տեմպերով զարգացնել թռիչքային ձևով եւ էլի այս մեծ պայմանագիրը նախատեսում է դոնորների կոնֆերանս, որտեղ որ պիտի լուրջ ներդրումներ կատարվեն եւ դա մեզ հնարավորություն է տալիս մենք տնտեսապես ուժեղանանք, շտկենք այն անջրպետը, որ այսօր կա մեր ու Ադրբեջանի միջև, որպեսզի ավելի ուժեղ դիրքից կարողանանք շարունակել մեզ պահել տարածաշրջանում, ավելի մեծ դերակատարություն ունենալ։ Սա մեր մոտեցումն է այս հարցի շուրջ։ Եթե կան խոցելի հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Նազարյան, կոնգրես ՀԺԿ դաշինքը հիմնականում իր ծրագիրը կառուցում է հենց խաղաղության թեզի վրա, որքան ցայն կտան մեզ, նշում են նրանք, նշանակում է այդքան Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղություն։ Մենք բոլոր բնակավարներում ունենք լուծումներ, մեր ծրագրում կա եւ կոնգրես.am կայքում այս ամեն ինչ կարող են տեսնել։ Գլխավոր ուղղությունը սա է։ Բայց գլխավոր ուղղությունը սա է։ Նոր մնացած հարցերի լուծում։ Ոչ թե նոր զուգահեռ լուծում, բայց խաղաղությունը անընդհատ տանել որպես միջոց պետություն ուժեղացնելու։ Պատերազմները եւ խաղաղությունները դրանք գործիքներ են հարց լուծելու համար եւ ժամանակին մենք օգտագործեցինք ստիպված գործիքը, որը կոչվում էր պատերազմ, հիմա պետք է օգտագործենք այն գործիքը, որ կոչվում է խաղաղություն, քանի որ այդ խաղաղության գործիքին մեր ընդդիմախոսը Ադրբեջանը պատրաստ չէ։ Խաղաղություն ինքը հենց այնպես ձեռք չենք բերում, խաղաղությունը նվաճում ենք ամենօրյա աշխատանքով։ Խաղաղությունը հաստատվում է, երբ որ դու ունես ժողովրդավարական, ուժեղ, լեգիտիմ իշխանությամբ, ուժեղ տնտեսություն ունեցող երկիր։ Տեսեք, 94-95 թվականներից հետո որպես այդպիսին Ադրբեջանը մինչև 2009-10 թվականները չէր համարձակվում, անգամ մտքով չէր անցնում որևէ դիվերսիոն գործողություն իրականացնի, որևէ կրակոց արձակի մեր սահմանների, մեր դիրքերի ուղղությամբ, բայց երբ որ մեր տնտեսությունը սկսեց թուլանալ, երբ որ տարեկան 40-ից 50 հազար մարդ պաշտոնական տվյալներով սկսեց լքել Հայաստանը, Ալիևը սկսեց ոգևորվել, եւ ասենք իր փոխարենով էլ լիներ, կսկսեր ոգևորվել։ Դրա համար մեր ծրագիրը պարզ է, շատ պարզ, մենք ասում ենք, որ խաղաղության Արցախի խնդրի կարգավորման հնարավոր է հասնել միայն այնպիսի իշխանություն ունենալով, որին ժողովուրդը վստահում է, այնպիսի իշխանությամբ, որը տնտեսությունը ոտքի կկանգնեցնի եւ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում 6 ամսից մինչև 2 տարվա ընթացքում ժողովուրդը շատ արագ կտեսնի, թե ինչ է նշանակում ունենալ նորմալ իշխանություն։ Ես ուզում եմ դիմել մեր տաղանդավոր ժողովրդին, որին այսօր աղքատացրել, հալածել, շատ ծանր վիճակի մեջ են գցել։ Սիրելի ժողովուրդ, ձեզ ասում եմ, որ հնարավոր չէ փոխել։ Ձեզ ասում եմ, որ միևնույն է ՀՀԿ-ն հաղթելու է եւ շարունակվելու է նույնը։ Դուք մտածում եք գնաք Բարնաուլում ապրելու, որտեղ Ստալինը ժամանակին հայերին աքսորում էր։ Հիմա դուք ուզում եք կամավոր գնալ։ Դրա փոխարեն մենք կարող ենք դա անել։ Տեսեք ձեր հարևան, մեր հարևան Վրաստանի օրինակը, մեզնից ավելի ծանր, քայքայված, բզկտված վիճակում էին, տարածքային կորուստներով։ Ընդամենը 1-2 տարվա ռեֆորմներով այս երկիրը մենք տեսնում ենք հիմա ինչ մակարդակի վրա է հասել։ Եթե Վրաստանը կարող է,
Եթե Էստոնիան կարող է, եթե Սլովակիան կարող է, բա մեր տաղանդավոր աշխատասեր ժողովուրդը իհարկե կարող է, եւ ես ձեզ վստահ ընդամենը մեկ քայլ պետք է անի մեզնից յուրաքանչյուր։ Ես խնդրում եմ, աղաչում եմ բոլորին, մի վերցրեք այդ գումարը, մի վախեցեք ձեր թաղի հեղինակությունից, որևէ մեկը չի կարող պարզել, թե ընտրա խցում քվեախցիկում դուք ինչպես եք քվեարկել, գնացեք եւ ձեր խղճի ձայնը լսելով քվեարկեք, եւ երբ ժողովուրդը իր ընտրությունը անի, երբ որ իր քվեով իշխանության բերի նորմալ մարդկանց, հավատացեք, նույնը մեր, ասենք, դաշինքի ղեկավարներն են ասում, որոնք այս պետությունը ղեկավարած մարդիկ են, իրանք ներսից գիտեն խնդիրները։ Հավատացեք, կոռուպցիան մի կողմ դնելով եւ այս արատավոր համակարգը մենք կարող ենք խնդիրներ լուծել եւ երբ որ խնդիրներ լուծենք, Ադրբեջանը արդեն ստիպված կլինի հաշտվել մեր հետ, գնալ փոխզիջումների, ինչը այսօր ինքը պատրաստ չէ։ Եվ երբ որ մենք ունենանք խաղաղ, կայուն խաղաղություն, զարգացող տնտեսություն, հավատացեք, սա բոլորովին այլ երկիր կլինի։ Երկիրը ներսից իմացող մարդիկ, ովքեր ժամանակին պաշտոնավարել են, ձեր կարծիքով կարողանան արդյոք քաղաքական կամք դրսևորել համակարգային փոփոխություն գնալու համար։ Գիտեք, եթե խոսքը օրինակ Սեյրան Օհանյանի մասին է, խոսքը Վարդան Օսկանյանի մասին է, խոսքը Գագիկ Ջահանգիրյանի մասին է, որոնք ունենալով բարձր պաշտոններ թողեցին դա հանուն գաղափարի, նրանցից յուրաքանչյուրը ուներ դիրք, պաշտոն, կարող էր ստանալ նորերը, բայց Օսկանյանը մերժեց բոլոր առաջարկները 8 թվից հետո, Սեյրան Օհանյանը մերժեց այժմ ստացող առաջարկները, եղել են էլի պաշտոնյաներ, որոնք հանուն գաղափարի, հանուն կեցվածքի թողել են պաշտոնը, եւ իրենք գիտեն, որ այլևս մի ոլորտ զարգացնելով հնարավոր չէ, որովհետև համակարգված փոփոխություններ են պետք այս երկիրին։ Այս երկիրը կարող է, ունի պոտենցիալ։ Մենք ունենք 10 միլիոնանոց հայ ժողովուրդ։ Մենք ունենք զորեղ մարդիկ, որոնք պատրաստ են հսկայական ներդրումներ անել, որոնք պատրաստ են իրենց օտարերկրացի ընկերներին համոզել գալ Հայաստան, բայց դրա համար պետք է վստահելի իշխանություն։ Ես թույլ չեմ տալիս պարոն Ջահանգիրյանին երկու հնչեցրած անձերի հետ արտասանել, որովհետև դրանք տարբեր ժամանակաշրջանների եւ այն երկուսը առաջինի դահիճն են։ Այո։ Բայց մնացած ամեն ինչի հետ համաձայն եմ, որ մեր իսկապես չարիքը գտնվում է հանրապետական դաշնակցական իշխանության մեջ, բայց ընդդիմախոսս խոսեց ուժից։ Այո, պետք է այս հարցը լուծել ուժի տեսանկյունից եւ ես համաձայն եմ, բայց եկեք տեսնենք մենք 97 թվականից ուժեղանում ենք թե թուլանում։ Այն հնչեցրած թվերը, որ թե ես թե ընդդիմախոսս արտաբերեցինք, ցույց է տալիս, որ մենք շատ թուլանում ենք։ Հիմա պատեհ առիթ կա, պատեհություն է ստեղծվել, որպեսզի խաղաղ միջազգային ուժերը պատրաստ են, այդ եռանախագահները, Մինսկի խումբը եւ պատրաստ են, որպեսզի այս խնդիրը լուծենք։ Չօգտվել այսօր այս պատեհությունից նշանակում է ունենալ հաջորդ անգամ, երբ որ նման առիթ կլինի, ունենալ ավելի վատ իրավիճակ, քանի որ մենք թուլանում ենք։ Քանի դեռ ուժեղ ենք, եկեք այս հարցը լուծենք։ Մի տարի առաջ մենք ավելի ուժեղ էինք, մինչև հանձնել էինք 800 հեկտար ներողություն, եւ շատ-շատերը ասում են, որ սա թույլ դիրքորոշում է եւ այլն։ Եկեք, քանի դեռ ուժեղ ենք, եկեք լուծեք մեկ, երկրորդը, արդյոք սա թույլ է, երբ որ մենք ասում ենք Ալիև արի նստի բանակցությունների սեղանի շուրջ փոխշահավետ լուծման գանք, հակառակ դեպքում դու կկորցնես եւս ուրիշ բան։ Սա ուժեղի թելադրանք է։ Մեր աղավնին պողպատե թևեր ունի։ Մեր խաղաղությունը արծիվն է բնորոշում, տենց ասեմ։ Եվ ուժեղի կողմից, միջազգային կառույցների կողմից գտած լուծումները շատ ավելի լավը կլինեն, բարենպաստ կլինեն Հայաստանի համար, քան եթե մենք կորցնենք այս հնարավորությունը։
Շնորհակալություն։ Այս տարբերակի վերաբերյալ օրոդաշինքի դիրքորոշումը ինչպիսին է, խաղաղություն, փոխզիջումների դիմաց խաղաղություն։ Ես միանգամից ասեմ, որ մեր դաշինքը Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը իհարկե խաղաղության կողմնակից է։ Իսկ Արցախի հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է։ Իհարկե մենք պետք է շարժվենք բանականության դիրքերից, խելամտության, իհարկե կարող ենք մտնել պոպուլիզմի դաշտ, ասել մենք պետք է ոչ միայն այդ հողերը, այլ Բաքվում թե այլ գնանք, ինչու Բաքվում։ Կարող ենք Բաղդադը գրավենք։ Վերջին հաշվով Բաղդադը եւս Տիգրան Մեծի Հայաստանում է եղել, չէ՞։ Իսկ Մադրասում հայեր էին, Ստավրոպոլում այսօր Ղարաբաղցի ապրում, եկեք գնանք վերցնենք։ Կարող ենք, չէ՞, նախընտրական շրջան է, բայց գիտեք, մեր ժողովրդի հետ մենք ազնիվ չենք լինում։ Մենք ժողովրդին ուզում ենք ասենք, ժողովուրդ, աշխարհում միայն Հայաստան եւ Ադրբեջան պետությունները չկան։ Եթե աշխարհում լիներ միայն Հայաստան եւ Ադրբեջան, ես ինքս առաջին շարքերում կառաջարկեի գրավել Բաքուն, բայց գոյություն ունեն իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի առնել։ Գոյություն։ Ես հիմա ասեմ։ Կիսում եք այս տեսակետը։ Մեր տեսակետը հստակ մենք նշել ենք, մի քանի անգամ էլ վերջին շրջանում պարոն Օսկանյանը ինքը 10 տարի արտգործնախարար աշխատած մարդ է, երկար տարիներ նաեւ փոխարտգործնախարար, շատ լավ տիրապետում է խնդրին։ Մենք տեսնում ենք այսպես, մեր առաջնահերթ նպատակը հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման փաստի ճանաչմանը, որից հետո Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը թող որոշեն սահմանները երկուսով։ Իհարկե, եթե փոխզիջում պետք, բայց դու մի բան պետք է զիջես, չէ՞։ Առանց փոխզիջման դա մշտական կոնֆլիկտ, մշտական պատերազմ, մշտական զոհեր։ Եթե մենք թող ժողովուրդը որոշի, եթե պատրաստ է, որ ամեն օր 1-10 զոհ պետք է ունենանք, ամեն օր մի երիտասարդ պետք է վիրավորվի, եկեք ընտրենք այդ ճանապարհը, մշտական աղքատություն, մշտական զոհեր եւ հայտարարություններ, պատից մասից սարի նկարը կախենք։ Աղքատության սոցիալական այս վիճակի միակ մեղավորությունը պատերազմական վիճակն է, սահմանն է, Արցախն է։ Ոչ։ Դա այն գաղթ մթնոլորտն է, որում աճում են մեղավորը այս իշխանությունների կառավարման մոդելն է, որոնք ներդրել են, բայց ունենալ այսպիսի խնդիր չկարգավորված եւ ունենալ թույլ տնտեսություն, արտագաղթող ժողովուրդ, դա խնդիր է։ Դրա համար մենք առաջարկում ենք միասնական, ոչ թե ասում ենք եկեք ոչ մի բան չանենք տնտեսությունում, սենց աղքատ մնանք, Ղարաբաղի հարցը լուծենք, հետո նոր վերադառնանք։ Դա իրար հետ լուծվող խնդիրներ են։ Դու բանակցում ես մյուս կողմի հետ, միաժամանակ զարգացնում տնտեսությունը, բերում ներդրումներ, զարգացնում քաղաքներն ու գյուղերը, փորձում արտագաղթը դարձնել ներգաղթ, զուգահեռ բանակցում ես հարևան երկրի հետ միջնորդների ջանքերով եւ խելամտության, բանականության սահմաններում հասնում ես փոխզիջումային լուծման։ Ես գիտեմ, որ հիմա իմ խոսքերից հետո, Արմեն Մարտիրոսյանի խոսքերից հետո կգտնեն սուրերը, Facebook-յան սուրերը, որ հանեն տեսեք, ուզում են մեր պապերի հողերը հանձնել, ոչ, մենք չենք ուզում հանձնել։ Եթե ին որոշելիքը լիներ, ես մի այլ կարգի սահմաններով Հայաստան կուզեմ կցանկանամ, բայց մենք կամ դուք ասենք սենց հարց տամ, Թուրքիայում եւս կան գործիչներ, որոնք ասում են, ինչ Հայաստան, ինչ Ադրբեջան, ինչ Թուրքմենստան, դա պետք է մենք բոլորը գրավենք։ Եվ որոշակի շրջանակներում նաև իրանց պատմական հայրենիքներն են, պատմական հայրենիքներ, բայց այդպիսի ուժերը միշտ 3-ից 5%-անոց սահմանեմ նորմալ է, թող լինեն, դրանք էլ գոյության, բայց երբ որ դու պետության ղեկավարելու հավակնություն ունես, դու չես կարող նայել ընտրողին, խաբել, ասել գիտեք ժողովուրդ ինձ ընտրեք, ես գալիս եմ ծովից ծով Հայաստան, ձեզ նվիրեմ, արդյունքում ընկեր փանջունու տարբերակն է լինում, կեցեց ծապլվարը։ Երբ որ այդ տարածքը խեթերի, շումերների, ասորիների պատմական հայրենիքն է, հիմա եթե պատմական հայրենիքներով շարժենք, որը որ բանը միջազգային կատեգորիա չի,
ապա կստացվի, որ այսօր ապրող ժողովուրդների 10-15 անգամ ավելի մեծ տարածքները պետք, քան իրենց պատմական հայրենիքներն են։ Քննադատություններից, փոխզիջման կողմնակից քաղաքական ուժերին ուղղված քննադատություններից մեկն էլ հետևյալն է, թե մենք ինչ երաշխիք ունենք շրջանները հանձնելուց հետո մենք կունենանք Արցախ։ Բայց ես շատ ներողություն, եթե թույլ կտաք, որևէ մեկը ամեն դեպքում մեր բանախոսը ինքը կասի, ես իր փոխարեն չխոսեմ, բայց Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքը մեր ներկայացուցիչին հստակ ասում, իհարկե միջև կարգավիճակի հստակեցումը որևէ տարածքային զիջման մասին դա համատեղ պետք է արվի, համատեղ որոշման բա լինում։ Մենք չենք ասում եկեք տարածքները նվիրենք ձեզ, ինչ որ անորոշ կարգավիճակ ու չէ, կոնկրետ Ադրբեջանի կողմից պատրաստակամություն, քայլ, ճանաչում են ինքնորոշման փաստը, ճանաչում են Արցախի հատուկ կարգավիճակը որպես առաջին փուլ կամ հենք հաջորդ հանրաքվեի համար կամ չգիտեմ արդեն կարգավիճակի ընդուն, որովհետև հեշտ չի, ես նաև մեր ժողովրդին եմ ասում, նույն Ալիևի համար հեշտ չի, չէ, միանգամից կանգնի եւ ասի այո ես ճանաչում դա փուլ է պետք, անցումային շրջան է պետք, վերջին հաշվով աշխարհում կան օրինակներ։ Իսրայել պետությունը 50 տարի առնվազն պահանջվեց, որ ինքը ճանաչեց Պաղեստինի գոյության իրավունքը։ Եվս 50 տարի պահանջվեց, որ Պաղեստինը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը։ Այդպես դա փուլ է, ընթացք է, բայց պետք է կամք, լրջություն եւ վերջին հաշվով մեր ժողովրդին ցավոք սրտի կարող է վատ բան եմ ասում, բայց լրջության պակաս կա։ Մենք հաճախ դրա համար մեր ժողովուրդը հեշտությամբ խաբվում է, գալիս է մի մարդ, կարող է շեղվում եմ, նախընտրական ելույթ է ունում, վերականգնելու եմ Խորհրդային Միության բոլոր գործարանները։ Այս ինչ լավ մարդ է։ Իսկ երբ որ մի մարդ գալիս ասում են, գիտեք, այդ հնարավոր չի, արդեն մենք նորը պետք է ստեղծենք, նոր տնտեսություն, լավը չի ինքը։ Փորձեմ պատասխանեմ։ Ուրեմն առաջին փոխզիջում բառը օգտագործեցիք, հիմա տեսնենք ով է ինձ զիջում, հա, մենք միջազգային ուժերին, այն տարածքը, որը մեր համար անվտանգության գոտի է, մենք դա չենք հանձնում Ադրբեջանին։ Մենք տալիս ենք, որ այդ տարածքում լինեն միջազգային ուժերը։ Այսինքն, եթե մենք զիջում ենք, աշխարհին ենք զիջում, որ այնտեղ լրացուցիչ անվտանգության գոտի լինի։ Այս զիջման հետ կապված։ Ադրբեջանը ինչ է զիջում Լեռնային Ղարաբաղը։ Ժամանակին 88 թվական, մինչև 88 թվական, 89 թվականը սա աշխարհը ճանաչում էր, որ Ադրբեջանի տարածք է եւ Ադրբեջանը փուլար փուլ է զիջում։ Հիմա ինչի փուլար փուլ, փորձեմ կենցաղից ասեմ, հա։ Առաջի քննադատություն, որ ասում են, Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում եւ այլն։ Հիմա ժողովուրդ, մենք մեր տանը նստած խոսում ենք աղջիկ ուզելուց։ Ու մեկ էլ տեսնում ենք, այս աղջիկը իր ուժիտը ձեռքին եկավ մեր տուն։ Մենք ինչ կանենք։ Ինչ կմտածենք գոնե այդ աղջիկա մասին։ Դեռ չուզած, դեռ խնամխոս չուղարկած եւ այլն, մեկ էլ տեսնում ենք մեր տանն է հայտնվել։ Վերաբերմունքը այնա ինչ որ կա։ Հիմա Ալիևը այնտեղ նստած պետքա խաղացնի Իրան, լավ է երևա եւ այլն, որ մենք մի քիչ չմուչում անի, այդ նորմալ է։ Հաջորդ փուլը, չէ՞ որ հայկական ավանդական ինչ ասեմ, ավանդույթի մեջ կա միջանկյալ փուլ նշանած։ Հիմա հնարավոր չի միանգամից ամուսնանալ, հա, կարելի է աղջիկ փախցնել, բայց մենք գիտենք, որ դա կանոնավոր ձև չի, դա անկանոն ձև է։ Կանոնավոր ձևը սկզբից նշանվում են, հետո նոր ամուսնանում։ Հիմա այդ նշանդրեքի փուլն է լինելու, որ Ղարաբաղը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, բայց չէ որ բոլորը ճանաչում են այդ կարգավիճակը։ Դա ամենակարևորն է, բոլոր կողմերը ճանաչում են այդ միջանկյալ կարգավիճակը։ Նենց որ էս էլ հստակ ցույց է տալիս, այս բերածս օրինակը, որ միջանկյալ կարգավիճակները բնորոշ են մարդկությանը, իսկ այս մարդկային խնդիր է։ Պարոն Մարտիրոսյան, խաղաղություն բոլորն են ուզում, թերևս չգտնվի որևէ մեկը, ով կասի, որ ինքը կողմնակից է պատերազմի, բայց լուծման ճանապարհը, լուծման ուղիները շատերի մոտ տարբեր է։ Հանդիպումներ եք ունենում քաղաքացու հետ եւ կուզենայի իմանալ այդ հանդիպումների ժամանակ, երբ խոսում եք ձեր պատկերացրած խաղաղության մասին,
Ինչպիսի արձագանք եք ստանում քաղաքացուց, նա կողմ է արդյոք ձեր ներկայացրած տարբերակով խաղաղության հասնելու ճանապարհին։ Ինչ ասեմ, մոտարապես 50-ից մեկը առհասարակ հրաժարվում է լսել, շատ ավելի շատ մարդիկ չէ, անգամ բուկլետը վերցնել, հա, ասում է հեռու տար ձեր բուկլետը, բայց դա շատ քիչ է։ Հիմնականում մարդիկ վերցնում են, եթե ունեն ժամանակ, տեսնում ես, հա, եթե կանգառում վազում է, որ ավտոբուսին հասցնի, նա վերցնում է ընդհանրապես այդ նյութը, որ հետո կկարդա։ Այն մարդիկ, ովքեր որ ունեն ժամանակ եւ պատրաստ են լսել, մենք դա բացատրում ենք մարդիկ շատ չեմ ասի, որ մի քայլով, բայց 2-3 հանդիպման ընթացքում։ Ինչ ենք արել մենք։ Մենք այս թերթում տպագրել ենք հարց ու պատասխանները, կոչվում է պատասխաններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեմ տարածվող առարկությունների եւ հարցերին։ Եվ այս պատասխանները փաստորեն են բոլոր հարցերը, որոնք որ միջև այսօր հնչեցվել են, դրանց բոլորի պատասխաններն են։ Congress.am կայքում եւ Իլուր թերթում կարող են գտնել այս պատասխանները բոլոր ոչ մի թիզականների պորտը տեղն է դնում, էլի ժողովրդական բառ օգտագործեմ, որ մեր ժողովրդի, մեր պետության ճակատագրի հետ չխաղան։ Չգնալ այդ տարբերակով արդյոք իսկապես մտածում եք, որ ճակատագրական սխալ կլինի մեր ժողովրդի համար, այսինքն խաղաղության ձեր պատկերացրած տարբերակը չկիրառելը արդյոք կնշանակի պետականության կորուստ Հայաստանի Հանրապետության։ Պետականության կորուստ եկեք sense շատ ծայրահեղ բան չանենք, բայց եթե մենք Ներողություն քիչ անենք, այսօր երբ որ Հայաստանում հայաստանցի չի մնում, դա պետականության կորուստ չի։ Շատերը երբ որ ասում են տարածքը չէ պետությունը մարդն մեր պետականությունը կվտանգվի, մտածում են շենքերը քանդվելու են, ինչ որ աղետ է լինելու բնական, ոչ, բնական աղետ չի լինելու, ավելի վատ է լինելու։ Երբ որ պատկերավոր ասած ամեն տարի Իջևանի նման երկու քաղաք դատարկվում է։ Ամեն տարի մի կապան դատարկվում է։ 8 տարում Գյումրի ու Վանաձոր է։ Դուք հասկանում եք 10 րոպեում մի մարդ է լքում Սարսափելի յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մարդ։ Սարսափելի թվեր։ Դա մեզ սթափության կոչ է անում, սթափության, որովհետև այսպես իրոք չի կարելի շարունակել։ Իսկ այս պարագայում մտածենք ուժեղ իշխանություն ձևավորելու մասին։ Իհարկե, մենք պետք է ուժեղ իշխանություն, դա ուժեղը գիտեք որ իշխանություն է, որը ժողովրդի քվեն ունի, վստահություն ունի եւ չի կեղծում ընտրությունները։ Դա է ուժեղ իշխանությունը եւ մի հարց հնչեցնեմ, որ ժողովուրդը մի ստապվի, եթե 91 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը արդար եւ ազատ ընտրություններով նախագահ չընտրվեր, մենք Արցախում հաստատ համոզված եղեք հաղթանակ չէինք ունենա։ Ինչ լավ որ ես ընդդիմախոսն ասում։ Դա հիմա մեզ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ժողովրդի քվեն ունեցող իշխանություն, կոալիցիոն կլինի այդ իշխանությունը, այլազգային փրկության իշխանություն կլինի, այլան, մենք պետք է նոր փուլ սկսենք։ Դրա համար ինձ շատ հաճախ տարբեր եթերներում կամ ակումբներում ասում են դուք ավելի շատ ասում եք եկեք ՀՀԿ-ին մի ընտրեք եւ չեք ասում խնդրում եմ ընտրեք համար 8-ին Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքին, ես ասում եմ որովհետեւ կամ համար 5-ին կամ համար 5-ին, բայց խնդիրը գիտեք այստեղ իրոք լինել չլինելու հարց է։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, ես չեմ էլ ուզում անգամ մտածել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ապրիլի 3-ին մեր ժողովուրդը արթնանա, բացի կայքերը կամ հեռուստատեսությունը հայտարարեն, որ սիրելի ժողովուրդ, շնորհավորում ենք, հանրապետական կուսակցությունը ստացել է 53% ձայն եւ նա շարունակում է ղեկավարել այդ ով տատանվում էր գնալ թե չգնալ, արագ հավաքելու է իրերը գնալ, ով փորձում էր ինչ-որ կարճել այս երկրից իր հայրենիքից, աշկերը արցունքով սկսելու է նախապա, որովհետև մենք պատկերացնում եք 10 տարում ինչ եղավ Հայաստանի հետ։
Հիմա պատկերացրեք, թե հետո ինչ է լինելու։ Պատկերացրեք, ես ասում եմ, մենք փոխվել ենք։ Ես ուզում եմ հատուկ ժողովրդին ասեմ, թե բլեֆը ինչպես է իրականացվում։ Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանը որոշակի շրջանակներում համակրանք է վայելում։ Իհարկե, աշճանաբար իջնում է, ինքը մտավ քարոզարշավ, սիրելի ժողովուրդ, տեսեք ձեզ ինչպես են խաբում։ Այդ մարդը չկա անգամ իրեն ցուցակում։ Հանրապետական ՀՀԿ-ի ցուցակում այդ մարդը չկա, բայց նկարներում համարվեց Կարեն Կարապետյանի նկարը, էլի խափում են, հասկանում եք, ընտրության ժամանակ դա նույնն է, երբ որ դուք գնաք բենզին առնելու, կանեստրի վրա գրած լինի բենզին, վերցնեք գաք տուն, հետո տեսնեք գարեջուր է, գաք վիճեք, ասեք, դե մենք չասեցինք։ Գարեջուր լավ եք ասում։ Հա, նու կարող է ես չզեցա ավելի վատ օրինակ բերել։ Ես ուզում եմ միջև Արցախի խնդրին անդրադառնալը, մենք որ կարողանանք լուծել Արցախի խնդիրը, միջև զինվորների աշխատավարձի բարձրացումը, միջև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը, մենք մի քայլ ունենք անելու։ Այդ քայլը ապրիլի 2-ին է։ Եվ պարոն Մարտիրոսյանը սկզբում ասեց, որ մեր շատ հարգելի սիրելի Արտուրի անունը չտանք հացբերողի, բայց ես մի հուզական բան եմ ասում։ Արտուրը իր կյանքը տվեց այս երկրին, բառից բուն իմաստով, եզակի դեպք Հայաստանում, որ մարդը հացադուլի գնաց միջև վերջ, լավ, այս մահն էլ ձեզ չի սթափեցնելու, ես ուզում եմ դիմել այն մարդուն, որը այսօր ցուցակը ձեռքին ընկած տնետուն մտածում է ում է փող բաժանելու, ես ուզում եմ, որ մարդը հասկանա այդ տղեն, այդ տղան, այդ մեր սիրելի մարդը իր կյանքը ձեզ տվեց, որ դուք գոնե այդ քայլը չանեք։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ ցանկացած տարբերակի համար ենք դեղատոմս առաջարկում։ Մենք կունենանք մեծամասնություն, մենք արդեն ասել ենք վաղուց ինչ ենք անելու, մենք կոալիցիա կկազմենք ինչ որ ուժի հետ, մենք ասել ենք ինչ ենք անելու եւ մենք իշխանությունը չէ, մենք ասել ենք ՀԿ-ի հետ կոալիցիա չեք կազմում, բայց դեկտեմբերի 17-ին ենք ասել։ Այո։ Համենայն դեպս, երբ որ գա իրավիճակը, մենք կկողմնորոշվենք։ Եվ ամենակարևորը, եթե անգամ իշխանությունը կեղծում է ընտրությունները եւ կեղծիքներով նույնպես ստանում է մեծամասնություն, մենք անգամ այդ դեպքում ունենք մեր դեղատոմսը Հայաստանը այս վիճակից հանելու։ Այսինքն դեղատոմսը այնպիսին է, որ ցանկացած տարբերակում սա լուծում է։ Մենք ասում ենք խաղաղություն, որովհետև հիմա եկեք ամենավատագույն դեպքը նայենք, իշխանությունը մնում է իշխանության, սա նշանակում է, որ գալու են բանակցությունների պահը եւ մենք աջակցելու ենք բանակցությունները, եթե մեր ասած սցենարով ընթանան, որպեսզի օր առաջ պատերազմը ավարտվի։ Իսկ արդեն վաղուց ցույց ենք տվել, որ պատերազմի ավարտը նպաստելու է այս իշխանություններից ազատվելուն։ Կկարողանանք այս առիթը օգտագործենք ընտրությունների իշխանություններից ազատվենք, շատ լավ։ Համենայն դեպս չարիքը Հայաստանի այս իշխանությունն է։ Եվս մեկ հարց, որը որ ժամանակի 98 թվականին կոչվել է պատերազմի կուսակցություն։ Պարոն Մարտիրոսյան, եթե այդ բանակցողը կլինի Սերժ Սարգսյանը եւ եթե կպաշտպանի ձեր գաղափարը, պատրաստ եք կանգնել նաեւ նրա կողքին։ Մենք վաղուց ենք ասել, որ Սև Սատանան բանակցի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ, մենք այդ Սև Սատանային աջակցելու ենք, որպեսզի նա փոխշահավետ Հայաստանի շահերը պահելով բանակցի եւ վերջ տա պատերազմին, ինչը որ կփոխի Հայաստանը։ Ձեր ասելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Քաղաքացի ամենակարևորն է, որ դու ընտրես քո խղճով, անգամ եթե դու գնացել ես այն հանցանքին, որ պիտի ընտրակաշարք վերցնես, միևնույնն է ընտրախցիկում դու անվտանգ ես, ոչ մի լուսանկարչական գրիչներ եւ այլն այնտեղ չկան, ոչ մի նկարահանող սարքեր ընտրախցիկում չկան, ոչ ոք չի կարող իմանա, դու մի գնա այն քայլին, որ խղճի դեմ քայլանես, պետությանդ դեմ քայլանես։
Շնորհակալություն հարգելի հյուրեր, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։